Երբ որևէ կազմակերպությունում ինչ-որ խնդիր է լինում, առաջին բանը հանգամանքները պարզելն է, քննություն իրականացնելն է, որպեսզի հետևություն արվի եւ եթե անհրաժեշտ է, նաեւ մեղավորները պատժվեն։ Գոնե աշխատանքից հեռացվեն, հարգելի բարեկամներ։ Հայաստանի հանուն ցանկացած պետություն իրենից ներկայացնում է մի կազմակերպություն, ցանկացած պետություն դա հասարակական քաղաքական կազմակերպություն է, որ ունի սուվերենություն, դա սահմանումներից մեկն է, սուվերենություն, որոշակի տարածքի վրա բռնություն գործելու, օրինական բռնություն գործելու մենաշնորհ։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել եւ տեղի է ունենում մեծ մասշտաբի հանցագործություններ, որոնք ազդում են հազարավոր մարդկանց կյանքի վրա, հազարավոր մարդկանց առողջության վրա, հազարավոր մարդիկ կյանք են կորցնում, տնավեր են դառնում, բնավեր են դառնում եւ տարբեր մարդիկ կոչ են անում, խնդրում են, պահանջում են, որպեսզի քննություն իրականացվի։ Եվ այդ քննությունը առաջին հերթին պիտի իրականացվեր Հայաստանի Հանրապետության պարլամենտում, այսինքն այն մարմնում, որը ըստ սահմանադրության այս ամենի գործադիր մարմնի իսկ տեղի ունեցողը առաջին հերթին գործադիր մարմնի ձեռքի գործն է։ Իսկ գործադիր մարմնի վրա վերահսկողություն իրականացնելու առաջնային մանդատով քաղաքական ուժտված մարմինը պարլամենտ։ Լավ, քննություն տեղի չի ունենում, բայց քննության պահանջ կարող է լինել պարլամենտում։ Լավ, քննության պահանջ եւս չկա, անիմաստ բան է։ Խնդրահարույց հարցերը պիտի բարձրացվեն պարլամենտում։ Խնդրահարույց հարցերը։ Օրինակ, թե ինչպես է ստացվել, որ ազգային անվտանգության ծառայության գործակալները իրականացրել են հեղափոխություն այն ռեժիմի դեմ, որին իրենք ծառայել են։ Այս հարցը գոնե մի անգամ պետք է հնչի, պետք է քննություն։ Չեք կարող ձեր ուժերի սֆերի, բայց գոնե մեկ անգամ պիտի հնչի այս հարցը։ 7 տարի, 8 տարի ոչ մի падգամավոր վարչապետ կոչվածին 16-րդ վարչապետին այս հարցը չի տվել։ Ինչ որ մեկը պիտի բարձրացնի այն հարցը վերահսկողության շրջանակներում, թե ինչպես է ստացվել, որ Արցախի լուծարումից հետո իսկ Արցախը դուք օֆիցիալ լուծարել եք։ Տեղի են ունեցել բազմաթիվ առերևույթ հանցագործություններ։ Օրինակ, 23 թվականի դեկտեմբեր ամսին Արցախի տարածքում գործած բանկերի ողջ վարկային փաթեթի 70%-ը, այսինքն $800 միլիոն վարկային փաթեթ է եղել, դրա 70%-ը ստանձնել է կառավարությունը, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Մի կողմից, հարգելի բարեկամներ, Հայաստանի որտեղ է այստեղ կրիմինալը։ Մի կողմից Հայաստանի իշխանությունները ասում են, որ Արցախը կեղեքել են, Հայաստանը կեղեքել են նախկին թալանչիները, մյուս կողմից նախկին թալանչիների ստացած վարկերը ժողովրդի լեզվով ասած հեչ են անում, ջրում են։ Հիմա որևէ մեկը պիտի ասի, եթե Փաշինյան Նիկոլին դեմ տաս պատին, ես գիտեմ ինչ են պատասխանելու։ Նրանք ասելով են մենք դա արել ենք, որպեսզի բանկերի մոտ լիկվիդայնության խնդիր չլինի եւ այլն, այսպես շարունակ։ Հիմա հարց։ Շատ լավ։ Բանկերի լիկվիդայնության համար եք արել։ 10 ամենախոշոր վարկառուների անունները ինչու չեք հրապարակում։
Հրապարակեք 10 ամենախոշոր վարկառուների անունները։ Շիրակի մարզը, հարգելի բարեկամներ, ունի մոտավորապես 2 անգամ ավելի մեծ բնակչություն, քան թե Արցախում ապրում էին։ Շիրակի մարզում վարկային ողջ փաթեթը իմ համեստ գնահատականով կազմում է մոտ 200-220 միլիոն դոլար։ Արցախում կազմել է 800 միլիոն դոլար։ Լավ 200 միլիոն դոլարը դա այն մարդկանց վարկերն էին, որոնք ձևավորվել է, այն փաթեթն է, որը ձևավորվել է սովորական քաղաքացիների լոմբարդային, սպառողական հիփոթեկային վարկից, բա այն 600-ը, բա այն 500 միլիոն դոլարն ով է վերցրել Փաշինյան Նիկոլ։ Կարող է պարզվի մի օր, իսկ դա ակնհայտ է, որ դա եղել է այն մարդկանց վարկերը, դու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին դրել ես այն մարդկանց վարկերը, ում դու մեղադրում ես թալանի, կոռուպցիայի եւ ճիշտ ես անում։ Դեպետ մի կոռուպցիոներ էլ դու ես մեջ։ Հիմա այս հարցի վերաբերյալ որևէ պարզաբանում, որևէ ելույթ ինչպես տեղի ունենա։ Ես հարցը տալիս եմ եւ պատասխանում եմ այդ հարցին, պարլամենտում, եթե պարլամենտում նստած падգամավորները աֆիլացված են այդ խմբերի հետ։ Դավադիր պատերազմից անմիջապես հետո, հարգելի բարեկամներ, իմիջիայլոց մի քանի օր առաջ ես զրուցում էի արցախցի իմ ընկերներից մեկի հետ, ով ես մանրամասն ներկայացրեց, թե ինչպես այդ 800 միլիոն դոլար վարկային փաթեթի մեջ ներառված է եղել նաև Սամվել Կարապետյանին տրված 30 միլիոն դոլարը։ Հիմա Փաշինյան Նիկոլ եւ այդ վարկը տրվել է Արցին բանկը, որը աֆիլացված է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հիմա պարոն Ռոբերտ Քոչարյան, պարոն Սամվել Կարապետյան, դուք դեմ եք Նիկոլին։ Բա այս ինչի է ձեր վարկերը ջրում, ձեր տոքսիկ ակտիվները վերցնում կառավարությունը իր պատասխանատվության ներքո, ինչի։ Արցախում, հարգելի բարեկամներ, սա այս ամենը ասում եմ, որպեսզի դուք ձեզ համար պարզ լինի, թեպետ բնակչության 80-90%-ի համար պարզ է։ Պարզ է արդեն, ինչ է տեղի ունեցել։ Արցախում արձանագրվել են դեպքեր, երբ որ մարդիկ իրենց հեկերը վաճառել են ադրբեջանցիներին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունից կոմպենսացում են ստացել։ Եվ էլի զերո հետևանք։ Եվ երբ որ բարձրացնում ես այս հարցերը, այստեղ Գյումրիում իմ ընկերներից մեկը Վալերը Խաչատրյան այս հարցը բարձրացրեց падգամավորներին տվեց Հայաստան Դաշինքի, Հայաստան խմբակցության։ Դե եւ ինչ պատասխան ստացավ։ Եկեք չփորփրենք անցյալը։ Եկեք հայաստանցի արցախցի բաժանում չանենք։ Ոչ ոք չի բաժանում իրականացնում։ Եվ ցանկություն չկա անցյալը փորփրելու։ Ուղղակի պետք է հանցագործները իրենց իրականացրած հանցագործությունների համար կրեն պատիժ։ Որովհետև եթե դա տեղի չի ունենում, այս ողբերգությունները հա շարունակվում են։ Ակտորները մնում են նույնը։ Եվ այս հարցերը, հարգելի բարեկամներ, բազմաթիվ են։ Բազմաթիվ հիմա այսպես առանց պատրաստվելու կարելի է մոտ 20 մասշտաբային խնդրահարույց հարցեր նշել, որոնք ոչ բարձրաձայնվում են, ոչ քննվում են, բացարձակապես։ Այսինքն հանցագործություն առերևույթ իրականացրածները չեն պատժվում, շարունակում են էլի իրենց հանցավոր գործունեությունը։ Եվ երբ որ այս հարցերը դու ես բարձրացնում, դու դառնում ես ընդդիմության պառակտող։ Էդ ով է ընդդիմություն։ Ով է ընդդիմություն։ Այն մարդիկ, ովքեր միլիոնավոր դոլարների վարկեր են ստացել եւ Փաշինյան Նիկոլի հետև ձեռքով այդ վարկերը հեչ են արել, այդ մարդիկ ընդդիմություն են։ Բայց ինչի իմ վարկերը չջրես Փաշինյան Նիկոլը։ Դուրս է գալիս, ասում է ես եկեղեցու համար եկեղեցու դեմ պայքարողների դեմ խոսեցի, հա, եւ եկեղեցու համար արդեն մի տարի մոտավորապես կալանքի տակ եմ։
Արդեն որի՞րդ տարին է։ Որի՞րդ տարին է արդեն։ Ձեր մեկ այլ այսպես կոչված օլիգարխ գործընկերը Ծառուկյան Գագիկը ոտնահարելով հայ առաքելական եկեղեցու ավանդույթները որոշել է տեղադրել Հիսուս Քրիստոսի արձանը։ Եվ ես վստահորեն ձեզ ասում եմ, սա ավելի մեծ հարված է եւ նա սա անում է Փաշինյան Նիկոլի ձեռքի տված։ Ես վստահ եմ, որ պատվերը նույն կենտրոնից է։ Կաթոլիկ այս ավանդույթի բերումը Հայաստան եւ Փաշինյան Նիկոլի արածը եկեղեցու նկատմամբ կառավարվում է, ուղղորդվում է նույն կենտրոնից։ Ու միգուցե Ծառուկյան Գագիկը չի հասկանում, բայց ուղղորդվում է այս ամենը։ Հիմա դուք խոսում եք նրա մասին, որ եկեղեցու համար եք պայքարել, դրա համար դատապարտվել եք պարոն Սամվել Կարապետյան, բայց ինչ եղավ Ծառուկյան Գագիկի արածը, ինչ չեք խոսում դրա մասին։ Այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությանը։ Հիմա ես այս մասին խոսում եմ, ես վատություն եմ անում, հա, ընդդիմությանը, դուք որ լռում եք, դուք վատություն եք անում իշխանությանը, հա։ Բա խոսեք։ Ինչու չեք խոսում։ Երևանի քաղաքապետը Ավինյան Տիգրանը թեպետ գիտեք, եթե դուք ընդդիմադիր եք, ես ընդդիմադիր չեմ կարող լինել, եթե դուք եք ընդդիմադիր։ Երևանի քաղաքապետը հարգելի բարեկամներ, ճակատին դաջված է Պսորիաս 15,000։ Այդ անձնավորությունը բանակում չի ծառայել։ Պավեստկաներ է բաժանել տալիս, իրավունքը չունենալով դրա։ Ինչպես կարող է մեկը բանակից խուսափի, բայց պավեստկաներ բաժանել տա։ Դա որ իրավունքով է, դա որ բարոյական նորմով է։ Այս ավանդույթը դուք եք դրել։ Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, այս ավանդույթը դուք եք դրել։ Մենք ունեցել ենք պաշտպանության նախարարներ բանակում չծառայած։ Այդպես կարող է լինել։ Կամ կիսատ ծառայած, բանակից փախած։ Բանակից փախուստի համար քրեական գործեր հարուցված ու նկատմամբ հարուցված եղել քրեական գործեր։ Վիգեն Սարգսյան օրինակ, Պապիկյան Սուրիկ օրինակ։ Հիմա այս անձնավորությունը չունենալով որևէ բարոյական իրավունք պավեստկա բաժանելու, որովհետև ինքը մերժել է բանակը։ Ինքը հիմա զինվորական ծառայության է հրավիրում եւ ուղարկում այդ թվում Սև լճին հարող տարածքներ։ Ավինյան Տիգրանը չունի Երևանի ավագանում նույնիսկ մեծամասնությանը մոտ թիվ, չունի ուղղակի։ Չունի։ Բայց Ավինյան Տիգրանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց, անվստահության գործընթաց չի սկսվում։ Անվստահության ոչ թե իմպիչմենտի։ Իմպիչմենտի գործընթացը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ չի սկսվում։ Բայց դա դնենք կողքի։ Ավինյանի նկատմամբ անվստահության գործընթաց չկա։ Բազմաթիվ խնդիրներ կան, իմ ասած խնդրից սկսած, մինչև կոռուպցիոն սկանդալներ։ Եվ այս հարցը երբ բարձրացնում ես, դառնում ես վատամարդ եւ հազար ձևի պատճառաբանություններ են բերում։ Հազար ձևի պատճառաբանություններ։ Որը էլի գալիս է հանգեցնում է մեկ բանի։ Մենք գործ ունենք մեկ հրեշավոր մարմնի տարբեր օրգանների, տարբեր մասերի, տարբեր ֆրագմենտների հետ։ Եվ այս մարդիկ իրենց հանցավոր գործունեությունը կշարունակեն այնքան ժամանակ, մինչև ընդհանրապես երկիրը վարի գնա։ Այնպես ինչպես Արցախում 23 թվականի հարգելի բարեկամներ էթնիկ զտման Արցախում տեղի ունեցած ողբերգության պատրվակը տվել է Հայաստանի Հանրապետությունը։
Փաշինյան Նիկոլը 22 թվականի հոկտեմբերին ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում դարձյալ Հայաստանի Հանրապետության անունից։ Թող ոչ մի դաշնակ մաշնակ հանկարծ իրեն սրբի տեղ չտնի եւ ասի, որ սա իր հետ բացարձակապես կապ չունի։ Նիկոլն է ճանաչել։ Նիկոլը Հայաստանի Հանրապետության անունից է ճանաչել, այդ թվում ձեր անունից։ Եվ մենք գործ ունենք ահա այսպիսի մի սպրուտի հետ, հրեշավոր մի կենդանու հետ։ Եվ սա է, այս ամենը նկատի ունենալով եմ ես ասում, որ հային պետք է հայից փրկել։ Ընդամենը մեկ դրվագով դուք պատկերացնում եք 30 միլիոն դոլար կառավարությունը բան է անում, դուրս է գրում վարկը։ Բանկն է դուրս գրում, կառավարությունը ստանձնում է։ Ես հիշում եմ 2016-17 թվականներին, երբ այստեղ քաղաքապետի ընտրություններն էին մասնակցում, հաշվարկ ունենք, որ Գյումրի քաղաքի անհրաժեշտ բոլոր այն մինիմալ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր 50 միլիոն դոլար։ Հսկայական քաղաքի հսկայական խնդիրները լուծելու համար 50 միլիոն դոլար, որը չէր գտնվում։ Չկար ուղղակի։ 37-38 տարի անց Գյումրիում ոչ միայն կան հարյուրավոր ընտանիքներ, որոնք ապրում են տնակներում, այլ դեռ փլատակներից ազատված չի քաղաքը, հասկանում եք, հարգելի բարեկամներ։ Դեռ փլատակներից ազատված չի։ Կան 10-րդ դասարանի աշակերտներ, այսօր Գյումրիում կան 10-րդ դասարանի աշակերտներ, ում ծնողները երկրաշարժը չեն տեսել, բայց քաղաքը ազատված չէ փլատակներից, ասում են փող չկա։ Ես հիշում եմ Փաշինյան Նիկոլի մեր առաջին վեճերից մեկը Գյումրու խնդիրներին էր վերաբերում, դա 20-30 հոգու ներկայությամբ էր, եւ ինքը այն կարծիքն ուներ, որ Գյումրու խնդիրները պիտի լուծեն գյումրեցիները, ինչ որ ֆոնդեր պետք է ձևավորվի եւ մասնավոր անձինք պետք է լուծեն եւ այլ ոչ թե պետությունը։ Հետո իհարկե ինքը իր որոշումը փոխեց, իր կարծիքը փոխեց, ինքը մոտավորապես իր ընկերների 10,000 բուկլետ բաժանեց Գյումրիում, որտեղ գրված էր, թե ինչպես պետք է լուծել այդ խնդիրը, բայց դրանից հետո էլի բերեցին, կարգեցին իրեն վարչապետ եւ ինքը դարձավ էլի իր նախկին մտքին։ Բայց այսպես կոնվեյերի վրա դրած նախկին թալանչիներին ծառայություններ է մատուցում եւ պայքարում է նախկին թալանչիների դեմ եւ վերջում։ Ասում է Կարապետյանի թիմը ներգրավել է աշխատանքների մեջ Արթուր Ավանեսյանին, լեգենդար, ասում են լեգենդար հետախույզ, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը լեգենդների պետություն է, բոլորը լեգենդ են այստեղ, լեգենդար ժուրնալիստներ, լեգենդար հետախույզներ, լեգենդար գեներալներ, լեգենդար հրամանատարներ, լեգենդար դեպուտատներ, լեգենդար օլիգարխներ եւ այսպես շարունակ, լեգենդար լեգենդներ։ Մեկից ակտիվացան նիկոլականները, բա Կանդազը, ինչպես իրենք են ասում, հա, մականունը այդ հետախույզի Կանդազը, ասում է, Կանդազը 2008 թվականի մարտին ինքը եղել է այն զորքերի մեջ, որոնք բերվել էին Երևան ցուցարարներին ճնշելու համար, այն որ Արցախից զորք է բերվել, դա փաստ է։ Դա փաստ է։ Դա ապացուցված է, ապացուցման կարիք էլ չկա, հարգելի բարեկամներ։ Դա փաստ է։ Եվ շատ հնարավոր է, որ այո, այդ մարդը եղած լինի այդ զորքերի մեջ, հիմա հարց։ Մարտի մեկը բացահայտած ստահակներ։ Ախր ձեր ամեն խոսքը իրականում վնաս է ձեզ։ Բա որ այդ անձնավորությունը եղել է այդ բաների մեջ, զորքերի մեջ, այդ անձնավորությունը ինչու է միջև հիմա ազատության մեջ։ Բա որ Արցախից զորքեր են բերել այստեղ ճնշելու համար, դուք էլ ասում եք բացահայտվել է։ Սերժ Սարգսյանը այդ գործերով ինչու չի անցնում։ Հովիկ Աբրահամյանը այդ գործերով ինչու չի անցնում, թե իրենք կապ չեն ունեցել այդ ամենի հետ։ Բա որ Արցախից զորք են բերել Փաշինյան Նիկոլ, այդ զորքերը բերողների վարկերը դու ինչու ես ջրել։ Այդ զորքերը բերողների վարկերը, փոխառությունները դու ինչու ես հեչ արել։ Այս հարցը պիտի վերջը հնչե, թե չէ, հնչելու է, արդեն հնչում է, արդեն տասնյակ հազարավոր մարդկանց շուրթերին է, ես վստահ եմ, օրը կգա այս հարցը կհնչի նաև պարլամենտում, Փաշինյան Նիկոլին, այս հարցը կհնչի հանրային հեռուստաընկերությունում
Ես վստահ եմ այս ինչ որ մի օր կգա, այս հարցերի վերաբերյալ ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը։ Պատկան ձեռքը կմտնի պետական հեռուստաընկերություն, որտեղ կպատմի ժողովրդին, կզեկուցի ժողովրդին, կտեղեկացնի, որտեղ դա ցանկացած մարդու ֆունդամենտալ իրավունքն է։ Իմանալ, թե իր հետ տեղի ունեցած ողբերգությունը ինչպես է կատարվել եւ ովքեր են եղավ, դա ամեն մարդու իրավունքն է։ Իսկ այս ողբերգությունը կպել է առանց բացառության բոլորին։ Մեկը առողջությունն է կորցրել, մեկը տուն է կորցրել, մեկը բարեկամ է կորցրել։ Եվ այսպես շարունակ, մեկին շատ, մեկին մի քիչ քիչ։ Այդ օրը գալու է։ Դա Աստված այդ օրը բերե հայը, եթե ոչ այդ օրը բերելու է օտարը, բայց այդ օրը անպայման կգա։ Ես նաև խոսեցի այն մասին, որ լեգենդար պետություն է սա, լեգենդների պետություն է, ես այստեղ ընդդիմադիրներ էլ կան, որին նայում ես, ինքն էլ է լեգենդար։ Իրենց դերսել են Ռակասովսկու, Ժուկովի, Պոզների, ինչ որ տարբեր, հայտնի մարդկանց տեղ են դրել։ Ես բոլորին խորհուրդ եմ տալիս, բոլորին անխտիր։ 10-ից 9 հոգու հետ ես խոսում եմ, նարցիսիզմով տառապող մարդիկ ուղղակի 10-ից 9։ Դուք ձեր ինչի վրա եք այդքան հպարտ։ Դուք ձեր ինչի վրա եք այդքան վստահ։ Հետաքրքիր է, էլի, խոսքս չի վերաբերում, միայն այդ համակարգային այսպես կոչված ընդդիմադիրներին, խոսքս վերաբերում է առհասարակ այն մարդկանց, ովքեր զբաղված են հանրային քաղաքական գործունեության մեջ։ Ինչի վրա եք դուք այդքան վստահ, ուրախ, հպարտ։ Մի քիչ իջեցրեք ձեր ամբիցիաները, հարգելի բարեկամներ։ Մի քիչ իջեցրեք եւ մի մոռացեք, թե դուք ով եք։ Եվ եկեք չմոռանանք նաեւ, թե մենք ինչ պետության մեջ ենք ապրում։ Ցանկացած նորմալ մարդ չի կարող, ցանկացած մեկը չի կարող այս հարաբերությունների մեջ ապրել եւ մանիվիլիչի, կոչվում է, դրանով տարվել։ Որ դուք հիվանդ չեք, հարգելի բարեկամներ, դուք հիվանդ եք։ Դուք ձեզ մի հատ հայելու մեջ նայեք, դուք պետությանը մի հատ կողքից նայեք, դուք տեսեք, թե ինչ հանցագործություններ են տեղի ունեցել մեր հարևանությամբ, մեր կողքը, եւ մենք դա թույլ ենք տվել։ Ինչի վրա եք դուք այդքան հպարտ։ 20 թվականի փետրվար-մարտ ամիսն էր, հիշում եմ, Փաշինյան Նիկոլը իր զբռոդի հետ տարածում էր հպարտ քաղաքացու անձնագիր։ Եվ այն ինչ տեղի է ունեցել մեզ հետ, հարգելի բարեկամներ, դա աստվածային օրենքները, եթե թեիստ եք, եթե աթեիստ եք, բնության օրենքները ամբողջությամբ խախտելու ու արհամարհելու հետևանքն